Բարև ձեզ, բարի լույս իմ հարազատներ, բարի լույս հայ ժողովուրդ, բարի լույս իմ ալիքի հետևորդներ, իմ ընկերներ, բոլորիդ մաղթում եմ բարի լույս, նորից ձեր հետ ես եմ, նորից ես այսօր եկել եմ ձեր գլուխը տանեմ ու արդեն գտնվում եմ այրոպորտում, մթությունից հասկանում եք, որ ուրեմն ժամը կամ շատ ուշ պետք է լինի կամ շուտ։ Հիմա ժամը շատ շուտ է, առավոտյան 4:30 է, ես արդեն այրոպորտից հետ եմ շարժվում դեպի հետ La Crescenta, ես ռեզերվներով էլի, գիտեք, ռեզերվներ ես բողոքելու համար չեմ ասում, ուղղակի ասում եմ, որ իմանաք, էլի աշխատում եմ սենց մեծ մասը ռեզերվներով, բերեցի ուրեմն այրոպորտ, հիմա հետ եմ գնում էլի La Crescenta, շատ հավես է ժամին քշելը, որովհետև փողոցները դատարկ, ֆրիվեյները դատարկ, La Crescenta-ից երևի ինչքան տևեց, 20 րոպե տևեց, թե չէ երևի, մի 20 րոպեում հասա Հոլիվուդ, այրոպորտ, հիմա նորից հետ եմ գնում La Crescenta, երկրորդ ռեզերվիս հետևից, ռեզերվներս բլակ չի, ասեմ բլակ չի, բայց բլակի գնով վճարում է, ու պլյուս սենց մի հատ բանել եմ նկատել, այն ռեզերվները, որը որ բլակ չի, վերցնում եմ, կլինի Comfort, կլինի Excel, նույնիսկ X ասեմ, եղել է Excel եմ վերցրել, այդ ռեզերվները գինը մի բան էլ բլակից շատ է գալիս կանգնում, որովհետև 90%-ը այդ ռեզերվների բոլորը թեյավճար են թողում, թիփ են թողում, 15-20 դոլար նույնիսկ ավել եղել է, նենց որ հիմա անունն է գրած, չգիտեմ, Comfort կամ Excel, այդ ինձ չի հետաքրքրում, ես անում եմ, տենց հուսով եմ բոլորդ լավ եք, հուսով եմ շատերը տեսել եք իմ նախորդ վիդեոն, եթե չեք էլ տեսել, կարող եք մտնել և նայել այդ նախավերջի վիդեոն, ուրեմն, որտեղ ես մի քիչ բարկացել էի, այդ մի խոսքով մտնեք կնայեք, եթե ով էլ տեղյակ չի ինչի մասն է խոսքը, մտնեք կտեսնեք, Ատեն ժողովուրդ ջան, հիմա բարձրանանք վերև, տեսնենք ինչա մեզ այսօր սպասվում։
Հասանք La Crescenta, այս հատվածը քաղաքի այս հատվածը մնացած Լոս Անջելեսից sense մի տեսակ տարբերվում է, այստեղ հələ քաղաքը ժամը 5-ն է, ասեմ առավոտյան, այստեղ sense քնած է քաղաքը, զգում ես որ հանգստությունը sense մի քիչ մառախլապատ եւ այլն, բայց օրինակ որ ներքևից բարձրանում էի, արդեն այն freeway-ը 110 downtown-ի կողմերը բան, արդեն լիքը մեքենաներ կային ու ասենք զգում ես որ քաղաքը զարթնել է, իսկ այստեղ լրիվ հակառակ պատկերն է, ասենց հանգստություն կա, էլի, չգիտեմ, ես շատ եմ սիրում այս հատվածը, շատ եմ սիրում այս La Crescenta-ն, La Cañada-ն, ունենք կես ժամ ժամանակ շուտ հասա, սպասեմ որ կես ժամից գնամ արդեն հաջորդ պատվերը վերցնեմ, էլի իջնելու ենք այրոպորտ։ Դե արդեն ժամը եկավ, գնում եմ հաջորդ ռեզերվիս հետևից, հուսով եմ էլի հեշտ կլինի իջնել բարձրանալը, խի իջնել բարձրանալը, որովհետև ժամը շատ շուտ է, ես միտք չունեմ ընդհանրապես այրոպորտում մնալու, ընդհանրապես չեմ սիրում այրոպորտում նստել սպասելու, ու այս ժամին իհարկե պարզա տենց հիմնականում չկան վայրեջքներ, դրա համար 1000-ից 1 կարող է լինի, որ պատվեր տա, Հիմա իջացնեմ, եթե ներսից պատվեր տա, չէ, չեմ սպասի, նորից կբարձրանամ վերև, այս առաջինը իմիջայլոց, որ իջացրեցի, ներսից պատվեր տվեց, ուղղակի շատ ժամանակ տենց օրդեր են անում, կարծելով թե մեքենան հեռու է շատ, ժամանակ ունեն, որտեվ դեռ դուրս չեն եկել տերմինալից, բայց երբ որ զգում են, որ մեքենան շատ մոտ է, cancel են անում, հիմա նույն բանը եղավ իմ հետ, այս առաջի պատվերի ժամանակ, իջացրեցի մեջից միանգամից պատվեր տվեց, վերև էլի պետքա բարձրացնել, ենել թվում է պատրաստ չէր, էլը cancel արեց, բայց ոչինչ, խնդիր չի, հեսա, այս մի հաճախորդին էլ իջացնեմ, արդեն տեսնենք ընդեղից ինչա մեզ սպասվում, Այս առաջի պատվերս իմիջայլոց էլի, ինչպես նշեցի, քիչ առաջ թեյավճար թողեց 15 թե քանի դոլար, բայց չի, այս ժամի համար 80 քանի դոլար կանգնեց էլի, սովորաբար բլաքը այդքան է լինում, որ իջացնում են, մի խոսքով հասանք ստեղ, հիմա տեսնենք ժամանակին կգա, թե պետքա երկար սպասենք։ Հասանք այրոպորտ, այրոպորտում արդեն խցանումները սկսվել է, արդեն բավականին ծանրացել է երթևեկությունը, ֆրիվեյի վրա էլ արդեն հատվածներ կար, հիմա համոզված եմ հետ բարձրանալուց արդեն ահագին վատ առնելու վիճակը, տեսնենք։
Ուրեմն մտա аэропորտի էս սպասելու այդ հատվածը լաթը Uber-ի համար նախատեսված սա մի 10-15 րոպե կանգնեմ ընդ ես ինչ հույս չունեմ որ ստեղից պատվել եմ վերցնելու ուղղակի այդ խցանումի գժանոցից մի հատ հանգստանալու համար զուտ ներողություն ինչ գրեց էլ մի վարքյան կներեք չէ, հեչ լավ կարևոր չի մի քիչ ես աստեղ կանգնեմ մետ գլուխս հանգստան այդ ղժբժից սենց ասած նորից կշարժվենք վերև ինչ է եղել սենց կանգնան մնացին Մերի ջան թռի ծրար հաջող Բոլոր դասերից վերջացրել ես, ստուգել են, տանը ստուգել են դասերդ, ում հետ ես արել վերջացրել դասերդ, ապրեք, Ինչ տարեր սովոր է, բոլոր տարերը սովորեցիր, այ կեզ բան, հայեր են թե անգլեր են, բա հայեր են տարերը, բան չէ, Baduvit Կարճան Այս էլ դու ապեր Թռար Հաջող տղես Հաջող աղբերս Երեխեքին իջացրի Նոր վերջին աղջկաց փոքրիս իջացրեցի ու մի անգամից ոնց որ մեկ-մեկ նենց տպավորությունը որ ես Uber-ը մեր ամբողջ այդ գրաֆիկը գիտի իսկ այն տպավորությունը որն է անհնարին բան չեմ ասում խոսքով իջացրեցի ու նորից մեր մոտից արդեն SUV-ով էլի ռեզերվ գնալու եմ Վեննայս Հիմա շարժվում եմ դեպի հետ լակրասենտա Ճիշտ ասած ուզում էի մեքենան լվանայի մեքենաս ահավոր կեղտոտ վիճակում ահավոր կեղտոտ բայց այս պատվերից հետո կգնամ արդեն լվալու որովհետև հենց Վեննայսում էլ տեղ կա որ գիտեմ Լավ դուք ոնց եք Արի տղես Արի քեզ actually դեմը կարամ ես ոչ չէ Արի դուստելու Արմեն ջան այսօր ապարելու ես ապրես Քեֆ չի ցա Լավ քեֆ կանես պապայեդ հա Is արդեն Spanish-ը Yeah, it's աղջիկների օրը որ դուրս գնա Աղջիկների հետ որ գնացինք, he dropped me off at the spa Ես արսի համար Հաջողություն նենը, thank you And then you're gonna come home and So you can get rest and then we're gonna
Դե ինչ ես մի ռեզերվն էլ բարով խերով ոնց որ ասում է բերեցի տեղ հասցեցի մարդկանց մի հատ հրաշալի ընտանիք էր հայերի երիտասարդ ընտանիք հարսանիք էին գնում մի խոսքով այս մի պատվերն է վերջացրեցի ճիշտն ասած տեղեկություններ ունեմ որ գործը բավականին թույլ է հիմա չգիտեմ ոնց կլինի չնայած որ ճիշտ ասեմ ես արդեն նայեք ժամը 10-ն է ես արդեն $250 արել եմ ու այսօր ուրբաթ է ցանկալի էր ավելի շատ լինի ու աստված տա լինի հələ դեռ օրը նոր է բացվում բայց ասածից միտքն այնա որ նույնիսկ եթե գործը թույլ է տեսեք հիմա ռեզերվը ինձ ինչքան է փրկում ես էլի ինչ որ չափով խիղճս հանգիստ է որ չէ այն վատագույն ամենածայրահեղ դեպքում ես գիտեմ որ ես այսօր իմ գոնե 250-ը առել եմ հիմա աստված տա ավելի շատ կլինի օրվա ընթացքում ու կլինի կարծում եմ ես չի որ այսքանով եզրափակվի եթե չլինի էլ նույնիսկ ես գոնե գիտեմ որ այսքան ունեմ որովհետև եղել է օրեր հավատացեք քշող տղեկներ կհաստատեն եղել է օրեր որ մենք աշխատել ենք ասենք 10-12 ժամ $150 համար $180 համար նենց որ ես Uber-ից գոհ եմ շնորհակալ եմ լավ է շատ լավ է թող սենց պահի միջայլոց հիմա հնարավոր չի ցույց տամ բայց խանութ կար երբ որ ես Հոլիվուդում էի ապրում հայերի շրջանում հայտնի խանութ կոչվում էր Little Paris փակվել են հիմա հեսա Վենայսում եմ տեսա ստեղ են փաստորեն բացել են խանութը Այս որ այն մարդիկ ովքեր օգտվել են այդ խանութից իմացեք Վենայսում է եթե չգիտեք ես չգիտեի չեմ օգտվել ճիշտ է կյանքում այդ խանութից բայց շատ ինձ մոտ էր գտնվում խանութը որտեղ որ ես էի ապրում խանութի մոտով էի ամեն օր անցնում դառնում Հենց հիմա շարժվում եմ դեպի էլի Նորթ Հոլիվուդ հետո Բրբանք սենց այդ ուղղությամբ եմ գնում տեսնենք ինչ կլինի գնացինք Hey, how's it going? Good, how are you? Good, thank you. Hi there. Hello. You know, she can moon James. Good I evening, may sir. never Good recover. evening, sir. How are you? I'm well, thank you. How are you? Good, thank you. It's nice to see you again. Good to, Have we seen you before? Yeah. This is the third time I'm picking you up. that's a good memory. It is? Well, Yeah. you must be our favorite photographer then. You didn't recognize the back of his head? No. Well, we were probably drunk one of the times. Yeah, at well, least. we- Coming back. So Yeah. this was on Easter Sunday. Maybe. Oh, no? I can't remember Were to be we honest. with James too? I took you. Yes. Oh! Shit. Yes. And Taylor. Oh, So it probably. was the four of us. The three of you. Just three? Yeah. I took you to the club. Yeah. All right, well, we're Well, consistent. we drink at the club, so that's why we called you. And is it Heinrich? Henrik. 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 Okay. Well, are you Armenian? Yes, I am. Henrik. That's a You don't meet different. many That's Armenian different. Heinrichs. Yeah, Henriks. Yeah. No, that's different. I've never heard of A it. million auras, yes. Yeah. Million R's, Vartans.
It's Henrich, actually. That's, yeah. Were you born in Germany? No, I was. It's a German name, but yeah, I was born in Armenia. Because my husband's Armenian and his sister was born in Germany. Oh, okay. Because they were there after the, they went there after the, whatever I say. Pass. Oh, The genocide? Yeah. I just don't want to say the word genocide, you know. But yeah, she was born in Germany because their parents, her family went there. So I thought maybe you were born in Germany too. No. Armenia. So when are you going to? How many people are here in the county? 10 million people. I was so blown away how clean Japan is. Yeah. Yeah. But And just- some of the cities, like Kyoto, it's almost with the wiring, and you feel like Oh yeah, crazy. Well, and I keep thinking that they can't be safe. These wires look like Henrik, they're- all right, my pleasure. Have a nice See you evening. again. I hope so too. You should get his number because then cut out the middleman. Oh, have a good one. You too. Thank you. Դե ինչ բարի երեկո հարազատներ, ես նորից հետ եկա, արդեն երեկոյան 7-ն ա լինում ժամը, ցերեկը մի հատ ռեզերվ ունեի, այդ ռեզերվը արեցի, եկա ուրեմն տուն, երեխեքին դպրոց, մանկապարտեզից բերել, մեքենան շատ կեղտոտ վիճակում էր, մեքենան լվացի, մի խոսքով մի քիչ հանգստացա ու հիմա հենց դուրս եկա, ուրեմն այս մարդկանց ես անունը դրել եմ իմ մշտականներն են, միշտ երբ որ իրանք ու նույն տեղն եմ տանում, անընդհատ այդտեղ մոտակայքում մի հատ քլաբ կա, ու քլաբ ասածը ոչ թե ինչ-որ տեն ակումբ ձեր իմացած ինչ-որ որտեղ պարում են կամ բան, ինչա country club-ը մի խոսքով կոչվում, հայերեն ճիշտ ասած ես բան չեմ կարա թարգմանեմ, տեղը հանգիստ սիրուն գեղեցիկ կանաչ մեծ տարածություն, որտեղ հավաքվում են այդ ակումբի անդամները ու տարբեր միջոցառումներ են նշում ու հիմնականում հավաքվում են ուրբաթ-շաբաթ օրերին, տենց երկու բաժակ խմում են, խոսում են, սիգար են ծխում, այս տիպի վայր է։ Ու այս մարդկանց անընդհատ ես եմ տանում, հաճելի մարդիկ են, ու ոչ միայն տանում եմ, նաև հետ գալու պատվերն էլ է ինձ տալիս միշտ, մտենան կարող այսօրերի հետ բերեմ, վերջը, ու հիմա դեռ ճիշտը որ ասեմ չեմ ուզում դատարկ իջնեմ, հույս ունեմ, ստեղից մի բան կտա, նոր կիջնեմ ներքևի կողմ, դեռ 7-ն ա ժամը, ինձ թվում է ոնց է չլինի, հեսա մի բան կվերցնեմ։ Մի խոսքով մնացեք ալիքի հետ, տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում, ինչ է չլինի ուրբաթ երեկոյա, դի որ լավ լինի։ Դե ինչպես եւ ես կանխազգում էի, պատվերը երկար իրեն սպասեցնել չտվեց, հիմա ստացա մի անգամից պատվեր ու կրկին այն հաճախորդները, այն մարդիկ, ում որ ես էլի եմ վերցրել, մի խոսքով, հիմա իրանց եմ տանում։ Փաստորեն ավելի լավ ստացվեց, բերեցի ուրեմն Sunset-ի վրա, downtown չէր, ուղղակի մոտ է ավելի downtown-ին, Silver Lake-ի կողմ դեպի, դրա համար ինձ թվաց downtown, խոսքով ասածը սենա, որ ավելի լավ, դատարկ freeway-ն էլ, փողոցներն էլ առանց խցանումների, ամենա բանը կայֆը էտա, որ այն ճանապարհները, որ դու սովորաբար օրվա ընթացքում անընդհատ գնում գալիս ես ու անընդհատ ծանր խցանումներ ահա որ
Մասնց գնում ես դատարկ, բաց, սենց, որ ասում ես հավեսի համար մի հատ էլ եմ իշն։ Տենց, հիմա ստեղ աժոտաժա, լիքը մարդա, ինչը որ հասկանալի է, ուրբաթ երեկո, տենց էլ պտի լիներ։ Հիմա ես աստեղ մի հատ տեղ գտնենք, կանգնենք, մի քիչ կսպասենք պատվերի։ Ինչ ուզում ձեզ ասեի, հա, այն ուրեմն պատվերը, որի մասին որ խոսում եմ, որ ասի մշտականներս են, վիդեոն արել եմ, բայց ճիշտ ասած դեռ չեմ ստուգել, չգիտեմ ինչքանով է վիդեոն եղել է, չի եղել, լսվում է, թե չի լսվում, բայց այնտեղ մի փոքր տենց մենք խոսեցինք, զրուցեցինք, դե ճանապարհը կարճ էր, տենց առանձնապես չգիտեմ ինչ, չէ, ուղղակի ուրեմն անունիցս խոսացին, որ ասեց որ հայ եք, ասցի հա, ասում դե հայեր շատ ենք հանդիպում իհարկե, բայց անուններ են ասում, կարծում ասեց Վարդան, Արա, թե սենց մի քանի անուններ ասեց, որ ասեց շատ հաճախ հանդիպենք, բայց քո անունը ոնց որ ասած հայի վրա սենց չենք հանդիպել, իմ անունը գրվում է Հենրիխ, ովքեր տեսել են գիտեն անունս գրվում է վիդեոների շատերի տակը, Հենրիխ ու ինքը գերմանական անուն է, միշտ որ նստում են հարցնում են, դու գերմանացի ես, ման ասում եմ չէ, մի խոսքով այնտեղ իրանցից բարեկամներ, թե ծանոթներից մեկը ինչ-որ հայ էր, որը ծնվել էր Գերմանիայում ու պատմա, որ իրա կարծեմ ասես ծնողները Գերմանիա են գնացել, ասում է բանից հետո ու նայում են իրար, ասում է այն որ դե մի խոսքով ասում է գնացել են բանից հետո, ասում են որ ջիտարով, ասում genocide-ից, հա, ասում է, ուղղակի ես չէի ուզում այդ բառը ասեի, այսինքն ես մի պահ հասկացա այդ ինչ-որ բառի խնդիրն է, բայց հետո ինձ պարզ դարձավ իհարկե, որ ոչ թե ինչ-որ բառը ասել չասելու խնդիրն է, այլ այդ բառը իմ մոտ ասել կամ չասելու խնդիրն է, որ ես ինձ ոնց որ վատ չզգամ, չվիրավորվեմ, չի մասն եմ ուզում ասեմ, ես ամեն անգամ դրա վրա զարմանում եմ, ճիշտ է, մենք ապրում ենք մեգապոլիսում, հսկայական քաղաքում, որը որ սենց քարե մի հատ ջունգլի է ու 1000 տեսակի աննորմալ խենթու խելագար կա, բայց ընդհանուր վերցրած, որ նորմալ խելքը գլխին ժողովրդին մասին է խոսքը, այդ մասով ես օրինակ արդեն 13 տարի այսա լինում, ապրում եմ ստեղ ու ես չեմ դադարում, ասենք, ապշելուց ու զարմանալուց այս մարդկանց ներողություն ես ինչ եղավ, այս մարդկանց գիտեք ինչը, որ հարգանքը քո այդ եսի հանդեպ, որ հանգարց քեզ որպես մարդ, որպես ասենք ազգ, ազգություն, որպես ռասա ու իրանք շատ բան են սենց դրա վրա աշխատում, որ հանգարց քեզ չնեղացնեն։ Մարդիկ կան, որ դու հասկանում ես, որ այդ մարդը զուտ հարգանքից ելնելով է, ասենք, փորձում, որ քեզ նեղացրած չլինի, վիրավորած չլինի։ Ասածից միտքը այն է, որ ես օրինակ այդ պահը ստեղ շատ եմ հարգում ու շատ եմ շատ այնց դուր գալիս այս մարդկանց պահվածքը, այս մարդկանց դաստիարակությունը, մենտալիտետը, որ իրանք չես զգում, ստեղ դու մեծ հաշվով ապրելով, մանավանդ երբ որ լեզուն էլ գիտես ու շփվում ես իրանց հետ, միայն գործի մեջ չի, առօրյայում էլ ես շատ-շատերի հետ շփվում եմ, ծանոթներ էլ ունեմ, ում հետ ես խոսում եմ անգլերեն։
Էդ էլ երբ որ կա դու արդեն տեսնում ես ու հասկանում ես, որ այս մարդիկ իրանց այդ sense բաներով եկած է, էլի, ոնց որ generation-ներով եկած է, դա մի տարվա կամ 10 տարվա բան չի, որ մարդուն այդ մի քանի տարվա մեջ տենց մարդ սարքեն։ Իրանց մեջ տենց եկած է, որ չի կարելի մարդու անձնական տարածք մտնել, չի կարելի մարդուն, ասենք, ռասայական կամ չգիտեմ ինչ-որ հիմա շատ տրենդային սենց ասած բառ կա, չէ, կոչվում է body shaming, այսինքն մարդու մարմնի թերությունների հետ կապված մարդուն նեղացնել, վիրավորել, իրանց մոտ այդ շատ սենց բան է նստած, էլի։ Իդեալական երկիր չկա, իդեալական ժողովուրդ չկա, բոլորն էլ ունեն իրանց մինուսներն ու պլյուսները, թերություններն ու առավելությունները, հարցը դա չի, բայց ստեղ դու քեզ եթե իրանք քեզ ընկալում են, եթե դու մանավանդ եթե դու խոսում ես, շփվում ես իրենց հետ, իրանք քեզ սկսում են հասկանալ, որտեվ դու մեզ կարող է հայերով ինչքան էլ փորձեմ ինչ-որ sense լավ բան ասեմ իրանց, իրանք մի քիչ տենց իմ տոնից ուրիշ բան հասկանան կամ ասեմ, ինչ է խոսում ես, ինչ բան ասում, դա չեն հասկանում, բայց որ երբ որ շփվում ես իրանք քեզ ընկալում են, արդեն հասկանում են քո միտքը, դրիվ ուրիշ ձև են իրանք էլ են վերաբերվում, իրանց պահվածքը ոչ թե փոխվում է, իրանց պահվածքը նորմալ է, ես ասում եմ ընդհանուր հաշվով բանական մարդիկ, ասենք, ու շատ են, քիչ չեն, շատ սենց բան են վերաբերվում, երբեք այսքան տարվա մեջ, երբեք ինչ չեմ զգացել, ինչ որ, չգիտեմ, երկրորդ սորտի մարդ կամ են որ մեկը ցույց տա որ դու մեզնից չես, դու ստեղից չես, գործ ունես մեր հետ, չկպնես մեզ բան։ Հոլիվուդում եմ ու սպասում եմ ու չգիտեմ ինչա էլ ինձ տալու։ Տեսնենք հեսա ինչ կտա։ Դե ինչ, դեռ Հոլիվուդ, դեռ սպասում եմ ու դեռ ոչ մի բան չկա, կլինի արդեն մոտավորապես ժամի չափ կլինի սպասում եմ, դեռ բան չկա, այս ժամերին սովորաբար արդեն գործը նստում է, միջև երևի տենց 10:30-11-ը, այդ իրա հերթին, մյուս կողմից մտածում եմ, որ ոնց հասկանում եմ գրաֆիկով է աշխատացնում Uber-ը, որտեվ ես քանի անգամա երեկոյան ժամերին փորձում եմ, չի լինում տենց առանձնապես ինչ-որ ինձ չի տալիս, չգիտեմ ինչ էր, ենթադրում եմ նրանից, որ ես ոնց որ ասած արդեն սովորացրել եմ, որ ես առավոտ շուտ աշխատում եմ, դրա համար ռեզերվները բոլոր վերցնում եմ առավոտյան, դեռ ոչ մի բան չկա, հիմա մի քիչ էլի կպտտվեմ ստեղ, տեսնենք ինչ է լինում, եթե բան չլինի այսօր ինչ-որ թույլ լինի կամ բան, ես վաղվա շաբաթ օրվա վիդեոն էլ կմիացնեմ իրար, նենց որ, հələ որ իհարկե, հələ որ հաջողություն չեմ ասում, եթե այսօր ասում եմ հետ չմիանամ, շաբաթ օրը արդեն առավոտյան շուտ կհանդիպենք, որտեվ համոզված եմ հեսա սկսելու է վաղվա առավոտվա ռեզերվները արդեն տալ ինձ։ Այդքանը, հիմա մի քիչ ստեղ կսպասեմ ու արդեն ըստ այդմ կորոշեմ ինչ եմ անում։
բարի լույս հարազատներ, կրկին ողջունում եմ բոլորիդ, տեղափոխվեցինք շաբաթ, ինչպես եւ նշել էի, ուրբաթ երեկոյան մի քանի տենց մանր պատվերներ արեցի, ճիշտ ասած ահավոր հոգնածություն կար, տենց եկա տուն, հիմա առավոտյան 7-ն է ժամը, շաբաթ օր դուրս եմ եկել, ռեզերվներ չտվեց, չնայած որ համոզված էի, որ պետք է ռեզերվներ ունենամ, չտվեց, չգիտեմ, այդ ինձ մի քիչ վախացնում է, որովհետև մտածում եմ կարող է այսօր թույլ լինի, որ տենց այսօր չտվեց առավոտից ոչ մի բան, բայց տեսնենք, հələ որ հույսս չեմ կորցնում, կարող է բախտներս բերի, նորից ողջույններս բոլորին, մեր հայազգին, հատկապես ալիքի հետևորդներին, նաև չհետևորդներին ու բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ չեն հետևում ալիքին, խնդրած կրնեմ սեղմել գրանցվելու կոճակը, հավանելու կոճակը կամ լայք եւ կարող եք նաեւ սխմել զանգակի կոճակը, որպեսզի առաջինը իմանաք նոր վիդեոների մասին։ Իմիջայլուց այս զանգակի կոճակի հետ կապված գրանցված մարդկանցից շատերը կան, որ հարցնում են, որ իրանք սխմում են ամեն անգամ զանգակի կոճակը, բայց իրանց չի գալիս, չի տեղեկացնում ծրագիր իրանց նոր վիդեոյի մասին, ժողովուրդ ջան, ուրեմն ասեմ, զանգակի կոճակը սխմում եք միայն մի անգամ, երբ որ գրանցվում եք, այդ մի անգամն եք սխմում զանգակի կոճակը, ամեն անգամ զանգակի կոճակը սխմելով, դուք ոնց որ այդ notification-ը անջատում եք, ինքը դրա համար ձեզ չի ցույց տալիս, հենց որ սխմեք զանգակի կոճակը, այնտեղ տալիս է տարբերակներ, համոզված եղեք, որ միացրել եք, ու էլ ձեր կարակ չտակ զանգակի կոճակին, ընդամենը այդ մի անգամն է։ Տենց շնորհակալություն բոլոր կոմենտների, բարեմաղթանքների, կարծիքների համար, իրոք շնորհակալ եմ ձեր ակտիվության համար, ինչպես եւ նշել եմ միշտ, դա ինձ բավականին ոգևորում է։ Դե ինչ, տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Հուսով եմ կունենանք հետաքրքիր օր, կունենանք հետաքրքիր ուղևորներ, կլինենք հետաքրքիր վայրերում։ Տեսնենք ոնց կլինի։ Մնացինք։ Առաջի պատվերը ստացանք կարճ, ուրեմն նորից հետեկանք Գլենդել։ Իջել էի մինչև ուրեմն Silver Lake էի հասել, նորից հետեկա Գլենդել։ Ստենք հաջորդը ինչա մեզ սպասում։
Երկրորդ պատվերով եկանք Գլենդելից Նորթ Հոլիվուդ SUV Ված չվճարեց խցանում բան չկա հանգիստ նորմալ եկանք $44 կարծեմ Ված չէ 15-20 րոպե երևի տևեց մաքսիմում Խոսքով հիմա Նորթ Հոլիվուդում եմ Studio City-ից Universal Studios-ից ներողություն մի քիչ վերև տանել չեմ կարողանում այս հատվածը իրոք չեմ սիրում միառժամանակ այս հատվածում ապրել եմ բայց ասում եմ չեմ սիրում ընդհանրապես հիմա ասենց քշելով դեպի Universal Studios այդ ուղղությամբ եմ գնում, տեսնենք ինչ կլինի, եղանակը այսօր շատ լավ եղանակ է, ճիշտ անպամած է, եթե երևում է, վիդեոյի մեջ, չգիտեմ, ոնց որ երևում է, անպամած է, բայց հով եղանակ է, լավ է, շոկ չի, տեսնենք այսօր ինչ ուրիշ անակնկալներ ունի Uber-ը պատրաստած մեր համար Չհասրեցին նույնիսկ այն հասնել ստուդիո Universal Studios-ի կողմ հենց այդտեղից կարճ պատվեր $12 կես մայլ, 0.8 մայլ էր ինչ էր խոսքով այդ ժամն է գալիս են Universal Studios են գալիս մարդիկ բերեցի, ընտանիք էր բերեցի, իջացրեցի հիմա Իշնենք ստեղ ներքևը, հենց իրա ներքևը, ճիշտ է, դե ժամը շուտ է, ժամին դուրս չեն գա ստեղից դեռ, բայց պատվերներ լինում է այդ տարածքում, նենց որ իջնում եմ հենց Universal Studios-ի ներքևը փողոցում կանգնեմ, մի քիչ կսպասեմ գուցե էլի բախտը ժպտա, բայց մի քիչ ավելի լայն ժպտա, որ մի քիչ ավելի մեծ լինի պատվերը Ժողովուրդ արդեն 2 ժամից ավել է կացեմ ու խայտարակ վիճակ է, խայտարակ, քամիա չգիտեմ ձենս ինչքան լավ կլսվի մեռած վիճակ, գործ չկա ընդհանրապես այսօր ինձ առավոտը ռեզերվ չէր տվել ես դրա համար ընդհանրապես դուրս է չգա, ես հասկացա, որ այսօր իմ օրը չի այսօր ինձ ասել էր դու այսօր մնա տունը, դուրս չգաս բայց կանգնած եմ քանի ժամա, ճիշտ ասած արդեն ջղայնացա է սպասելուց էլ ոչ մի բան չկա հիմա տան ճանապարհին եմ որոշել եմ հիմա գնամ տուն արդեն ժամը 1:00 է 2:00 գնամ տուն մի քիչ կհանգստանամ չգիտեմ այսօր դուրս կգամ թե չէ երեկոյան հյուրեր եմ սպասում Ես որ հնարավոր է որ դուրս չգամ կախված է որ ժամին կգան ժողովուրդը Եթե դուրս չգամ
Այդ դեպքում ուզում եմ միանգամից հիմա բոլորից հետ շնորհակալություն հայտնել, որ ալիքի հետ եք, նայեցիք վիդեոն, շնորհակալ եմ, զգացված եմ, ու միջև մեր նոր շուտապույտ հանդիպում, համոզված եմ, որ, այսինքն ոչ թե համոզված եմ, այլ հիմա մի քանի բանի վրա եմ աշխատում, սենց ասած սեթափս մի քիչ ուզում եմ փոփոխեմ, չգիտեմ ոնց կստացվի, կարող է այս հաջորդ վիդեոին չլինի, մյուս վիդեոին լինի, մի խոսքով ասած ինչա, մի քիչ կփորձենք ավելի հետաքրքրացնել, հաջորդ վիդեոին դուրս կգա մի քիչ քաղաքում էլ ոտքով կշրջեմ, դες էլ ցույց կտամ, հետաքրքիր տեղեր եթե լինի, այդքանը լավ մնացեք, մերսի բոլորիցդ, մինչև մեր մյուս հանդիպում, առայժմ